ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իրանական կողմի հայտարարությունն այն մասին, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ լիարժեք անցման համար։ ԱՄՆ-ն սակայն կշարունակի Իրանի նավահանգիստների շրջափակումը չնայած Հորմուզի նեղուցի բացմանը։ Reuters գործակալությունը հայտարարել է, որ նավթի գինը մոտ 9%-ով նվազել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցով անցումը բաց է։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, թե Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը։ Հայտարարությունից ժամեր անց Reuters-ը գրեց. ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի, ինչը հերքել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային նաև հստակեցրել է, Հորմուզի նեղուցով նավարկությունը տեղի կունենա Իրանի սահմանած երթուղիներով։ Եթե Իրանն ու Լիբանանն էլ հաշտվեն, ապա կստացվի 10 պատերազմի վերջ եմ դրել, հայտարարել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա խորհրդականները շփոթված են եղել Լիբանանում հրադադար հայտարարելու մասին Թրամփի հայտարարության տեքստից։ Թրամփը գրել էր, որ Իսրայելին արգելում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Ակսիոսի աղբյուրները հայտնել են, որ Նեթանյահուն անձամբ ցնցվել և անհանգստացել է, երբ իմացել է Թրամփի հայտարարության մասին։ Իսրայելը Սպիտակ տնից պարզաբանում է խնդրել նախագահ Թրամփի այս հայտարարության վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լիբանանում հաստատված հրադադարը և հույս հայտնել, որ հրադադարի ռեժիմը խստորեն կպահպանվի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։